Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հովիկ Աղազյանին պատգամավորական անձեռնումը խելությունից զրկելու հարցը։ Ես չեմ տրվի գայթակղությանը եւ չեմ խոսի գործի բուն դրվագների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր խմբակցությունը առայժմ չունի որոշում եւ որոշումը կկայացվի դրա մասին բոլորդ կիմանաք, բայց ես անպայման կուզենամ խոսել քաղաքական բովանդակության մասին, որ այստեղ երեկվանից հնչում է։ Մասնավորապես, թե պարոն Աղազարյանը, թե ընդդիմությունը, որը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը, սա մի տեսակ հիշեցնում է Դաշնակցության եւ պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են այն լատինաամերիկյան սերիալներ կային։ Այդ լատինաամերիկյան սերիալների բանը, դրամատիկ բաներն են։ Նստեք, ստրկուի իզարուան չէր, բայց ձեր մտքով պաստորեն ստրկության հետ կապված բան անցավ մի անգամից։ Պարոն Մանուկյան, դուք նստեք ձեզ անդրադառնալու եմ դեռ։ Նստեք։ Գնում եք։ Մի գնացեք, մի վախենում եք, պարոն Մանուկյան։ Վախենում եք, հետ եկեք նստեք։ Նստեք, մի վախեցեք։ Պարոն Մանուկյան, բա այդքա խիզախ դաշնակցականը կփախնի տես մի անգամից։ Նստեք, ձեր մասին անդրադառնալու եմ։ Հարգելի գործընկերներ, պարոն Աղազարյան, ասում եք, որ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ասում եք, որ ճնշումներ են գործադրում, ասում եք ճնշման, ասում եք, որ Հայաստանում ըստ էության ավտորիտարիզմ է բանանում, ձևավորվում եւ այլն։ Պարոն Աղազարյան, եկեք նայեք փաստերին։ Դուք ուրեմն հրաժարվել եք կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցության համագումար եք արել եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին եւ թույլ չեք տալու, որ կառավարությունը ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարիզմ է։ Սա դասական ժողովրդավարություն է։ Ավտորիտարիզմից եք խոսում։ Եկեք մի հատ խոսանք ավտորիտարիզմից, էլի։ Դուք ձեր խմբակցության падգամավորին, որը վատ բան չէր արել, ընդհանրապես ազգային ժողովի նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր։ Այդ մարդուն այնքան հետապնդեցիք, վերջում այդ մարդը հիմա ձեր խմբակցության անդամ չի։ Այն բանի համար, որ ընդհանրապես իր աշխատանքն էր կատարել։ Էս է ավտորիտարիզմը։ Պարոն Մանուկյան, ավտորիտարիզմի ձեզ հատկապես այս դրվագով եմ ուզում դիմել։ Ավտորիտարիզմի մասին եք խոսում։ Այդ ընկել եք սրբազանների հետևից։ Հենց ձեր սրբազաններից մեկը, որ համարձակվել էր երկիր մեդիայով ձեզ պատկանող լրատվամիջոցներով Ռոբերտ Քոչարյանի մասին մի հատ թարս բան ասել, խի եթեր չեք տվել։ Գնացել էր հարցազրույց, ասում է ես գնացի Ռոբերտ Քոչարյանին քննադատեցի եւ ինձ եթեր չտվեցին։ Ընկել եք սրբազանների հետևից, պարոն Մանուկյան, հա՞։ Ինչ եք արել, սրբազանի սուրբ հարցազրույցը պահանջում եմ հրապարակել։ Էսա, բանը, խոսում են ավտորիտարիզմի մասին։ Թիմ ընտրություններում դուք ասում եմ մի հատ ընդդիմադիր քաղաքապետ ունեցել եք, դուք ասֆալտին չէիք, փռի։ Ասֆալտը իրանց վրա կփռեիք, հետո այդ ասֆալտի վրա կկանգնեիք, կճամարտակեիք ժողովրդավարության մասին։ Ֆեմիդայի տեղն են իրանց դրել, եկել են այստեղ խոսում են ժողովրդավարության, բաների եւ այլնի մասին։ Ասում է բռնապետություն, ի՞նչ բռնապետություն։ Սենց բռնապետություն եք տեսել, արգելի գործընկերներ։ Պարոն Մինասյան, ասում եք դասական բռնապետություն։ Հələ տեսեք ուր ենք հասել։ Դուք այստեղ դասական բռնապետությունը հիմնավորելու համար ասում եք Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել։ Հələ մի հատ նայեք բևեռը, Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, սա բռնապետության մի օրինակ է եւ օրենքի ոտնահարման եւ ասպատակության եւ հոկտեմբերի 27։ Մտնում են ազգային ժողով, գնդակահարում են պետության քաղաքական ղեկավարությանը, դա մնում է չբացահայտված։ Եվ մյուս կողմում Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, կամ որևէ մեկը հրաժարվել է ներողություն խնդրել։ Մի հատ նայեք մարտի 1-ը, բանը եւ այլն, ինչ քաղաքական հետապնդման մասին է, ժողովուրդ ջան, այս ինչ հեքիաթի մեջ եք դուք ապրում։ Ձեզ թվում է թե դուք մենակ սենյակում իրար հետ ասում, խոսում, ծիծաղում եք։ Պարոն Մանուկյան, հարցից պատասխանեք, խի եք սրբազանի հարցազրույցը բանարել։ Խի եք սրբազանի։
Սրբազանի հարցազրույցն ուրա Սրբազանի հարցազրույցը։ Ընկել եք Սրբազանների հետևից։ Բոլոր սրբությունները ոտնատակ եք անում, ո՞նց եք Սրբազանների հետևից անի, բացես բան կլինի, Ինչ, պարոն Դանելյան, ինչ կա չկա, ոսկեպարի եկեղեցին ուրա, պարոն Դանելյան, ուրա, երբ որ գալիս էիք ստում էիք, որ ոսկեպարի եկեղեցին մնում է Ադրբեջանում ուրա մարդկանց երբ որ խափում էիք, որ ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանում, ոսկեպարի եկեղեցին ուրա, պարոն Դանելյան, դա դաջված է մնալու ձեր ճակատին, որը դուք մշտապես փորձել եք այս հանրությանը մոբիլիզացնել, խաղալ մարդկանց հույզերի հետ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չունենա սահմանազատված սահման, որպեսզի ձեր սիրելի 004 շրջաբերականի դրույթները ի կատարածվեն, էս եք դուք։ Հիմա էլ եկել եք Հովիկ Աղազյանին փորձում եք բան անել։ Պարոն Աղազյան, խանգարում եք, հեսա վերականգնելու եմ ժամանակը ամբողջությամբ։ Իմ ժամանակը կվերականգնեմ։ Այո, բա տեղից որ հերթով բոլորով խոսում եք, բա վերականգնելու եմ, վերականգնեք պարոն Կոնջերյանի ժամանակը ամբողջությամբ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Վերականգնեք ժամանակը։ Շատ շնորհակալ։ Վերականգնեք ժամանակը ասում եմ։ Շնորհակալություն, շարունակեք պարոն Կոնջերյան, լրություն դահլիճում։ Ես հարգելի գործընկերներ, կարող եմ ժամերով սա շարունակել, եթե շարունակեք խոսել, այնպես որ լռեք։ Պարոն Աղազյան, կյանքում կրակ արած կաք, հիշում եք, չէ, երբ որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Նա տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Այդ կրակն էլ ինչ կրակ է, այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել։ Որի իդեպ պաշտպանությամբ բոլորի վերջերս դուք ոչ վաղանցյալում զբաղվում էիք։ Եվ որ քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, թե Նիկոլ Փաշինյանը փոխվել է։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իրական Հայաստանի գաղափարախոսության ամենաջերմերանտ պաշտպանն էիք ընդամենը ամիսներ առաջ։ Ես միայն մի դրվագ հիշեմ, որ այս ամբիոնից ասում էիք, Հովիկ Աղազյան հիշում եք ինչ էր ասում էր, երբ որ ես փոքր էի, Կիլիկիայի մասին երգ էի լսում, լացում էի։ Հետո երբ որ մեծացա, հասկացա, բայց Կիլիկյան ինչ է, խեմ Կիլիկիայի համար լացում, եւ Դաշնակցությունը ձեզ ուզում էր քարատել այդ արտահայտությունների համար։ Եվ դուք դա ասում էիք, որ պաշտպանեիք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, որին դուք այսօր ասում եք, թե ինքը ավտորիտար է, որը պատասխանատու է այն միջավայրի համար, որ դուք այսօր այսքան ազատություններից եք օգտվում։